ֆրակցիայի մոտեցումները, դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ։ Իմ նախնական խոսքով ես կանդրադառնամ երկու կարևոր հարցի եւ դրանից հետո շատ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ ուզում եմ տեղեկացնել սրա մասին երեք մեր բազմաթիվ գործընկերներ խոսեցին, գրեցին, որ երեք լրացել է Հանրապետական կուսակցության հիմնադրման 35 տարի։ Սա ըստ էության համընկել է նաև մեր նորագույն պատմության երրորդ հանրապետության հռչակմանը եւ պատահական չէ, որ սկսած հանրապետականի հիմնադիրներից նաև դրան հաջորդած ժամանակահատվածում հանրապետականը գլխավորել են կամ դրանում իրենց ակտիվ ներկայացում են ապահովել մարդիկ, ովքեր եղել են նաև Հայաստանի Հանրապետության պետական շինության հիմքում, Արցախի ազգային ազատագրական պայքարի ակունքներում, զինված ուժերի կազմավորման գործում ներդրում ունեցած բավականին մեծ տողանցիկ։ Հենց մենակ այն հանգամանքը, որ 90 թվականին այլ անկախության բանակի հիմքով եւ նաեւ նրա հրամանատարների մասնակցությամբ տեղ ունեցել հանրապետական հիմնելու այս նախաձեռնությունը, դա ինքնին արդեն խոսում է այն բոլոր առանձնահատկությունների մասին, որը այս տարիների ընթացքում այլ ուղեկցել է հանրապետականին, սկսած նրա հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանով, Վազգեն Սարգսյանով, Անդրանիկ Մարգարյանով եւ այսօր գործող նախագահ Սերժ Սարգսյանով։ Իհարկե հանրապետականի հիմնադիրները եւ մեր պետականաշինության գործում իրենց ամուր ներկայություն ունեցող մարդիկ միայն մեր ղեկավարներով, այսինքն ղեկավար կազմով չեն սահմանափակվում, որովհետեւ ըստ էության հանրապետականի հիմնադրման հիմքում նաև սովետական ժամանակահատվածում ակտիվորեն գործած ընդհատակյա ազգային միացյալ կուսակցության առանցքային դեմքերն են, որոնցից մեկը նաև հետագայում Աշոտ Նավասարդյանը հիմնադիր հայրերից է հանրապետականի, ովքեր բավականին ծանր փուլերում երևի բոլորի համար հասկանալի է, թե ինչ է նշանակում սովետական ժամանակահատվածում ազգային գաղափարախոսության հիմքով պայքար մղել եւ ազգային հարցեր բարձրացնել եւ նաեւ դրանով էր պայմանավորված, որ մեր շատ գործիչներ, այդ թվում նաեւ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զորաբյանը, Վազգեն Կարախանյանը նաեւ բավականին մեծ հետապնդումների են ենթարկել, Ռազմիկ Մարկոսյանը, նրանցից շատերը անցել են Աքսորի ազատազրկման վայրերով, բայց դա նրանց չի կաշկանդել իրենց պայքարը շարունակելու նաեւ նորանկախ Հայաստանի ժամանակահատվածում եւ այսօր ցավոք նրանցից մի մասը ֆիզիկապես բացակայում է, բայց նրանց գաղափարական գործը այսօր էլ հանրապետականը փորձում է շարունակել։ Այս տարի ընթացքում հանրապետականը տարբեր հանգրվաններում եղել է նաև քննադատությունների, մեղադրանքների, տարբեր արշավների ներքո։ Մի մասը իհարկե ունի իր օբյեկտիվ հիմքը, որովհետև հանրապետականը տարբեր փուլերում եւ նրա դերակատարները եղել են տարբեր քաղաքական գործընթացների ամենասուր առանցքում եւ բնականաբար այդ պարագայում որևէ մեկը չի կարող խուսափել մեղադրանքներից կամ քննադատություններից։ Այս ամենը զուգահեռվել է նաեւ շատ իրավիճակներում է նկատմամբ սուբյեկտիվ շինծու, նաև որոշակի ուղղորդված երրորդ ուժերի կողմից քննադատությամբ, բայց այսօր մեծ առումով սա չէ խնդիրը եւ հիմնական ասելիքը սա չէ։ Հանրապետական անցել է բավականին ծանր փուլերով, հատկապես 2018 թվականին, բայց այսօր խորհրդանում հանրապետականի ներկայացվածությունը, քաղաքական դաշտում նրա ազդեցիկ կշիռը եւ ակտիվությունը բնականաբար ցույց է տալիս, որ մեր եղած առաջին հերթին իր հիմքում ունենալով գաղափարական համախմբվածությունը հանրապետականը բավականին ծանր փուլեր անցել է, հաղթահարել է եւ այսօր էլ պատրաստ է ողջ ներուժը դնելու, ծառայեցնելու այս տարածաշրջանում առաջին հերթի հայի գոյությանը, մեր պետության զարգացման եւ առհասարակ հզոր Հայաստանի եւ հայկականության ամրապնդմանը։ Երկրորդ խոսքս ներածական ուզում եմ անդրադառնալ 9 տարի առաջ այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին 2016 թվականի ապրիլի 2-ին ըստ էության Ադրբեջանը
հերթական արկածախնդրությունը իրականացրեց Արցախի դեմ, որի նպատակը, եթե շատ կարճ ձևակերպեմ, դա Արցախի հարցի ուժային ճանապարհով լուծումներ, ռազմական ճանապարհով լուծումներ եւ Արցախի նկատմամբ ուղիղ վերահսկողության ապահովումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դրան նախորդած ժամանակահատվածում նախ 2011-ին Կազանում Ադրբեջանը տապալել էր բանակցային գործընթացը եւ այդ պահին բանակցային սեղանին եղած փաստաթուղթը չվերջին պահին չէր ստորագրել, որը հետագայում նաև համանախագահ երկրների, տարբեր երկրների կողմից արժանացավ բավականին սուր դիտարկումների եւ դիրքորոշումների եւ Ադրբեջանը 2011-ից հետո մինչեւ 16 ընկա ժամանակահատվածում սկսեց